Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը խմբավար Նարինե Ոսկանյանն է։ Նարինե Ոսկանյան, խմբավար, ծնվել է 1988 թվականին Երևանում, 1994-ից 2005 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի բաժնում, 2005 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, կրկին ջութակի բաժին։ Այդ տարիների ընթացքում որպես ջութակահարուհի աշխատել է Ալան Հովհաննես կամերային նվագախմբում։ 2007-ից 2011 թվականներին սովորել է կոնսերվատորիայի խմբավարական բաժնում, պրոֆեսոր Սոնա Հովանիսյանի դասարանում։ 2012 թվականին ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան։ Ուսանողական տարիներին ղեկավարել է իր նախաձեռնությամբ ստեղծված Կանտուս վոկալ անսամբլը։ Որպես խմբավար աշխատել է նաև Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան դաստիարակության ազգային կենտրոնում։ 2007 թվականից աշխատում է Հովեր պետական կամերային երգչախմբում նախ որպես երգչուհի, իսկ 2018 թվականից որպես խմբավար։ Նարինե Ոսկանյանը Հովերի հետ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և այլուր։ 2018 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնի դասախոս է։ 2023 թվականից աշխատում է նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր հրավիրյալ խմբավար։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այս հանդիպման համար և նայելով ձեզ ես ակամայից հիշում եմ իմ մանկությունը, հիշում եմ ինձ ձեր տարիքում և ուզում եմ ասել, որ շատ բաներ ձեր տարիքում են, ինչ որ մտածում եք, լրիվ այլ ընթացքով հնարավոր է ընթանաք կյանքում և սա իսկապես շատ հետաքրքիր է, որովհետև միշտ անակնկալներ են պատահում կյանքում և հենց այդ անակնկալներն են, որ հարստացնում են և գույն են, երանգներ են տալիս մեր կյանքին։ Նախ ձեր տարիքում ես միշտ մտածել եմ, որ դառնալու եմ շատ հայտնի ջութակահարուհի, երբևէ չեմ մտածել, որ երգչախմբային դիրիժոր կարող եմ դառնալ, խմբավար, ամբողջ կյանքում 6 տարեկանից սկսել եմ նվագել և ամբողջ կյանքում երազել եմ, որ և վստահ եմ եղել, համոզված եմ եղել, որ դառնալու եմ ջութակահարուհի։ Եվ իհարկե ընդունվեցի կոնսերվատորիա որպես ջութակահարուհի, բայց երկրորդ կուրսում արդեն հասկացա, որ այլևս անհնար է դառնում նվագելը, որոշ խնդիրներ ունեի և այդպես շատ պատահական փոխեցի մասնագիտությունս առանց հուսալու, որ որևէ բան կհաջողվի այս նոր մասնագիտության մեջ, բայց ի զարմանս ինձ և շնորհիվ իմ դասախոսի ես այնպես սիրեցի այս մասնագիտությունը և այնքան կարճ ժամանակում կապվեցի այս նոր մասնագիտության հետ, որ ինչ-որ մի օր զգացի, որ ես չեմ մտածում ջութակի մասին ընդհանրապես, իհարկե շատ կարոտում եմ, շատ մեկ-մեկ մտածում եմ կուզենայի նվագել, բայց իհարկե ամբողջությամբ սկսեցի երգչախմբային արվեստով տարվել,
Եվ սա իհարկե մեծ մասով իմ դասախոսի շնորհքն էր։ Ես սովորել եմ, հավանաբար պետք է լսած լինեք, Հովեր պետական կամերային երգչախմբի մասին, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյան, իր մոտ ես սովորեցի կոնսերվատորիայում եւ սովորելու տարիներին բախտ ունեցա նաեւ երգելու, ապագայում արդեն հանդիսանալու տվյալ երգչախմբի նաեւ խմբավարի օգնական, այնուհետև խմբավար, երգելու այդ երգչախմբում, աշխատելու այնտեղ, եւ ես ամբողջապես տրվեցի այս մասնագիտությանը, հետագայում իհարկե նաև զուգահեռաբար ուսմանը աշխատում էի մանկական երգչախմբի հետ, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում, այնուհետև Կրթության եւ գիտության նախարարության մանկապատանեկան դաստիարակության կենտրոնի հետ համատեղ Չեխովի թիվ 55 հիմնական դպրոցի հետ համատեղ մենք ստեղծեցինք տղաների երգչախումբ, մոտ 40 տղա երեխա, մոտ 3 տարի այնտեղ աշխատեցի, շատ ջերմ հիշողություններ ունեմ, բայց քանի որ արդեն նաև զուգահեռաբար աշխատում էի կոնսերվատորիայում եւ Հովերում, այլևս անհնար էր շարունակելը։ Այնուհետև մոտ 2 տարի առաջ ես առաջարկ ստացա մեր օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն մայստրո Կարեն Դուրգարյանից աշխատելու թատրոնում որպես գլխավոր հրավիրյալ խմբավար, այժմ արդեն որպես երգչախմբի ղեկավար եւ գլխավոր խմբավար, եւ այդպես սկսվեց իմ գործունեությունը թատրոնում։ Մոտավորապես ուզում եմ բացատրել ձեզ երգչախումբը ինչ է իրենից ներկայացնում։ Նախ ուզում եմ ասել երգչախմբի, սկզբում խոսեմ երգչախմբի ըստ ձայների, հատուկ մոտավոր պատկերացում ունենաք, այնուհետև խոսեմ երգչախմբային դիրիժորի մասին, որպեսզի հասկանաք ինչու՞մն է կայանում առաքելությունը։ Մենք ունենք կանացի երկու ձայն, բարձր եւ ցածր, սոպրանո, ալտ եւ տղամարդու բարձր եւ ցածր ձայներ, տենոր եւ բաս։ Երգչախմբերը լինում են իգական, արական, միասեռ եւ երկսեռ, այսինքն։ Երգչախումբը պետք է լինի 12 հոգուց հստակ, որովհետև յուրաքանչյուր ձայնաբաժնում մենք պետք է ունենանք 3 հոգի։ Ինչու 3? Որովհետև երբ որ մենք ունենք շղթայակապ շնչառություն, այսպիսի մի տերմին, ովքեր որ գնացել են ծանոթ են երգչախմբային արվեստին կիմանան, սա այն դեպքն է, երբ տեսեք, մենակով եթե մենք կարող ենք փոքրիկ միտք, երաժշտական միտք արտահայտել եւ մեր շունչը կտրվում է, մենք պետք է շնչենք։ Երգչախմբի առավելությունը ո՞րն է։ Կարող են բոլորով այնպես շնչել իրար հաջորդելով, որ դուք չեք լսի շնչառություն եւ ամբողջ մեծ ֆրազաներ կարող են մեկ շնչով կատարել։ Եվ դրա համար, երբ որ մենք խոսում ենք ամեն ձայնաբաժնում 3 հոգու մասին, դա նշանակում է մեկը շնչում է, երկուսը պահում են։ Մենք հանդիսատեսը ոչ մի տարբերություն չի զգում, հա, սրանով է պայմանավորված մինիմալ քանակը։ Այսպիսով երգչախմբային ձայների մոտավորապես պատկերացում կազմեցի քանակի մասին եւս։ Երգչախմբային դիրիժորի առաքելությունը ինչու՞մն է կայանում։ Երբ որ մենք խոսում ենք առհասարակ երաժշտի մասնագիտության մասին, հա, կատարողական արվեստի մասին, օրինակ ջութակարը իր գործիքով, իր աշխարհում երկխոսում է իր գործիքի հետ, հա, դաշնակարը եւս, այսինքն յուրաքանչյուր կատարողական արվեստում այս նույն բանը կա։ Երբ մենք խոսում ենք երգչախմբային դիրիժորի կամ առհասարակ դիրիժորության մասին, մենք գործ ունենք մարդկանց հետ։ Եվ մեր առաքելությունն է, դիրիժորի խմբավարի առաքելությունն է, կարողանալ այնպիսի կապ ստեղծել երգչախմբի յուրաքանչյուր երգչի հետ, որ այդ ընթացքը, երաժշտական այն process-ը, ընթացքը, որով դուք միասին անցնում եք, լինի միասնական։ Ինչ է սա նշանակում։ Չէ՞ որ յուրաքանչյուրս ունենք տարբեր էմոցիաներ,
տարբեր վիճակներ, միևնույն բանը ընկալելու տարբեր մոտեցումներ, ճիշտ է։ Ուստի մենք կարիք ունենք օրինակ 80 հոգանոց երգչախմբում, պատկերացնում եք յուրաքանչյուրը իր զգացածով սկսի երգել, ինչ կստացվի։ Ստացվում է մենք ունենք կարիք մի անձի, ով կկարողանա մեկտեղել բոլորի էմոցիաները եւ բոլորի հայացքը ուղղել մի կետի, սա կարող եմ ասել, որ դիրիժորի հիմնական առաքելությունն է՝ միավորել, ստեղծել միասնություն էմոցիաների եւ վիճակի։ Եվ իհարկե երաժշտական մասը արդեն չեմ խոսում, պարզ է, որ երգչախմբային կամ առհասարակ դիրիժորի ամենակարևոր նպատակն է կերտել այդ մեկնաբանել ստեղծագործությունը, հա։ Առհասարակ ինչ է տալիս երգչախումբը մեզ եւ ինչով է կարևոր երգչախմբի առկայությունը դպրոցներում։ Երբ որ մենք խոսում ենք դպրոցի մասին, չէ՞ որ յուրաքանչյուրը դասերի ժամանակ զբաղված եք ամեն մեկը ձեր անձնական գործով, մեկը դաս է պատասխանում, մյուսը գրում է որևէ բան, այսինքն միասնական որևէ բան շատ այնքան էլ հաճախ չեք անում, ճիշտ է։ Երգչախմբի առավելությունը նրանում է կայանում, որ դուք կարողանաք միևնույն պահին լինել միևնույն վիճակի մեջ, միևնույն պահին, միևնույն վիճակի մեջ, սա անչափ կարևոր հանգամանք է եւ երգչախումբը ձեզ սովորեցնում է լսելու ունակություն, ել չեմ ասում երաժշտական ճաշակի ձևավորման գործում, թե որքան կարևոր է երգչախմբի դերը։ Ես հստակ կարող եմ ասել, որ մեր մասնագիտությունը իհարկե պահանջում է հստակ հատկանիշներ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր դիրիժոր, բայց նաև հստակ կարող եմ ասել, որ մեր մասնագիտությունը բնավորություն կերտող մասնագիտություն է։ Հիշում եմ ինձ ձեր տարիքում շատ ավելի այսպես լուր, համեստ, երբևէ մտքովս չէր անցնում, որ որևէ կերպ հնարավոր է մտնել կազմակերպչական որևէ գործունեության մեջ, բայց մեր մասնագիտությունն այնպիսին է, որ իսկապես կերտում է բնավորություն եւ տալիս հատկանիշներ, որոնք անգամ եթե դուք չդառնաք հետո խմբավար, բայց միևնույն է ձեզ պետք է գալու ձեր հետագա գործունեության մեջ։ Ես կուզենամ պատմել ձեզ թատրոնի, օպերային թատրոնի գործունեության մասին, սա շատ ուրիշ աշխարհ է, մենք գործ ունենք երգիչների հետ, ովքեր նաև պետք է ցուցաբերեն դերասանական խաղ, այսինքն այն երգիչները, ովքեր երգում են մեր թատրոնում, մեր երգչախմբում կոնկրետ, նրանք ոչ միայն պետք է ունենան լավ ձայն, այլև կարողություն խաղալու, ցույց տալու դերասանական խաղ։ Եվ այս իմաստով մեկ-մեկ իհարկե չի ստացվում, որովհետև տեսնում է շատ լավ ձայն է, բայց բեմում ընդհանրապես չես կարողանում իրեն տեսնել։ Եվ հակառակը, տեսնում ես շատ լավ դերասանական խաղ, բայց ձայն չկա։ Էնպես որ սա շատ բարդ է համատեղելը։ Երգչախմբի դերը հիմնականում օպերային թատրոնում լինում է մասսայական տեսարաններում, այսինքն ժողովրդի դերում է լինում, հա։ Հիմնականում սրա մասին էր, որ ուզում էի ձեզ հետ խոսել, երգչախմբային դիրիժորի առաքելության եւ առհասարակ ինչ է երգչախումբը։ Շատ դաստիարակչական նշանակություն ունի երգչախումբը դպրոցներում, ուստի եթե ունեք հնարավորություն, անպայման հաճախեք երգչախմբի, եթե գնում եք երաժշտական դպրոց, հաստատ այդ երաժշտական դպրոցներում կլինի երգչախումբ, որը ձեզ հնարավորություն կտա, անգամ եթե չեք դառնալու երաժիշտ, բայց գոնե մոտենալ այս ոլորտին, որովհետև մենք կարող ենք հստակ տարբերություն տեսնել այն երեխաների, ովքեր հաճախել են
երգչախումբ եւ այն երեխաների, ովքեր ընդհանրապես չգիտեն դա ինչ է։ Առհասարակ երաժշտության, կարևոր չի կոնկրետ երգչախումբ, կարևորը որ մոտ լինեք երաժշտությանը, որպեսզի բացահայտեք այդ նուրբ աշխարհը, որը ցավոք սրտի հիմա տեսնում եմ, որ մի փոքր անտեսվում է։ Մենք իհարկե ունենք առարկա երաժշտություն, առարկան դպրոցներում, բայց ես կուզեի, որ երաժշտությունը մեր կյանքում լիներ ոչ թե ուղղակի որպես տեսական գիտելիք, այլ լիներ պրակտիկ ինչ-որ բան, հա, դասի փոխարեն, չգիտեմ, ավել համերգ գնալ, ավել որևէ նյութ լսել, սա շատ կարևոր է։ Եվ ես գիտեմ, որ այնքան էլ հեշտ չի միանգամից գնալ 2 ժամ համերգ լսելը, բայց մենք կարող ենք դա անել իհարկե կամաց-կամաց, քիչ-քիչ, օրական, թեկուզ 15 րոպեից սկսել, բայց սկսել, մոտենալ երաժշտությանը եւ մենք չենք էլ զգա ինչպես մեզ համար արդեն անհրաժեշտություն կդառնա օրական թեկուզ շատ քիչ որևէ ժամանակ անցկացնել լսելով երաժշտությունը։ Ինչպիսի երաժշտական ժանրեր եք նախընտրում լսելու կամ կատարելու համար։ Կատարելու համար հիմնականում շատ տարբերակներ չեմ ունենում, հիմնականում միշտ դասականն է։ Իհարկե զարմանալի կերպով միշտ ցանկացել եմ ջազին մոտենալ, բայց այդքան էլ չի ստացվում ինձ մոտ։ Նույնիսկ շատ լսելը այդքան էլ չեմ կարողանում, շատ սիրում եմ, բայց չափի մեջ։ Այս վերջերս շատ տարվեցի ռոքով, նույնիսկ սկսեցի հարվածային գործիք նվագել, սովորել, սա շատ ծիծաղելի է, բայց ինձ համար բացահայտում էր, որ շատ կարճ ժամանակում սովորեցի որոշ հմտություններ ու մոտեցա ռոքին մի փոքր։ Հիմնականում այդպես, շատ չեմ կարող ասել, որ այլ ժամանակ էլ չեմ ունենում, իրականում, հիմնականում դասական։ Ուզում եմ ձեզ հարցնել, թե արդյոք դժվար էր այն փուլը, երբ դուք հրաժարվեցիք ջութակից եւ որոշեցիք, որ երգչախմբի ղեկավար եք դառնալու։ Նախ ասեմ, որ մինչ անցնելը խմբավարության, ես 1 տարի տարեկետում վերցրեցի եւ այդ 1 տարվա մեջ զբաղվեցի լրիվ այլ բանով, ոչ երաժշտությամբ եւ իրականում շատ բարդ տարի էր այդ տարին, որովհետեւ ստրեսային էր։ Պատկերացրեք 6 տարեկանից մինչեւ 16 տարեկան երազես, որ դու եւ հասկանաս, որ դու դառնալու ես ջութակահարուհի եւ մեկ էլ հասկանաս, որ այլևս չես կարող։ Եվ որոշեցի, որ այլևս երաժշտությանը չեմ վերադառնալու, եթե չեմ կարող ջութակահարուհի դառնալ, ուրեմն կընտրեմ լրիվ այլ մասնագիտություն։ Եվ այո, այդ առումով շատ ստրեսային էր, բայց ինձ բախտավոր եմ համարում, որ ճիշտ պահին ճիշտ մարդու հանդիպեցի, ով կերտեց իմ ճանապարհը։ Լինում են մարդիկ, ովքեր բեկում են մտցնում կյանքում։ Սոնա Հովհաննիսյանը դարձավ այդ մարդկանցից մեկը, ով բեկեց իմ ճանապարհը եւ տարավ ինձ այլ ուղղությամբ։ Եթե հնարավորություն ունենայիք փոխել ձեր մասնագիտությունը, ապա ինչով կզբաղվեիք։ Առհասարակ ցանկություն չեմ ունենում որևէ բան փոխելու, ինչը որ կա իրականության մեջ, ներկա պահին, անգամ եթե որևէ բան այն չի ընթանում, պատկերացումներից երբևէ ցանկություն չեմ ունենում որևէ բան փոխելու, ուրեմն դա է ճիշտը այդ պահի համար, բայց նաև գիտեմ, որ մենք բոլորս օժտված ենք շատ մեծ հնարավորություններով եւ կարծում եմ մարդը իր հնարավորությունների շատ չնչին տոկոսն է օգտագործում իրականում, այնպես որ եթե ինչպես չէի պատկերացնում, որ ջութակից հետո կարող եմ դառնալ երգչախմբային դիրիժոր, այնպես էլ կարծում եմ, եթե որևէ բան պատահի, որ ես այլևս չկարողանամ զբաղվել, ես ինձ կգտնեմ այլ տեղում։ Իմ հարցերը հետևյալն են. Ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը խորի հետ եւ ինչ դժվարություններ են առաջացել խորի հետ աշխատելու ընթացքում։ Երգչախմբի հետ առաջին
ստեղծագործությունը, հա, նշեցիք, առաջին աշխատանքը, քանի որ կոնսերվատորիայի խմբավարական բաժնում մենք ունենք պրակտիկ աշխատանքի կուրս, այսինքն ունենք ուսանողական երգչախումբ եւ յուրաքանչյուր խմբավար ուսումնառության տարիներին պարբերաբար աշխատում է այդ երգչախմբի հետ, փորձը սկսվում է այստեղից։ Ես կդժվարանամ հիշել հենց առաջին ստեղծագործությունը, բայց ես կհիշեմ ինձ շատ հարազատ ստեղծագործությունը, որը ես կատարեցի ուսանողական երգչախմբով, կարծեմ դա իմ ավարտական քննությունն էր, դա Դավիթ Հալաջյանի Իմ սիրականս ավաղ կոչվող խմբերքն էր։ Այս պահին հիշում եմ միայն այդ ստեղծագործությունը, որպես այդպես շատ տպավորված ուսանողական տարիներին եւ կարող եմ ասել իմ առաջին օպերային ներկայացումը, որը արել եմ, դա եղել է Պուչինի Մադամ Բատերֆլայ օպերան, որը եղել է առաջինը եւ Հովեր պետական կամերային երգչախմբի հետ որպես օպերային ներկայացում եւ իմ մուտքը դեպի օպերային թատրոն։ Գիտեք, մարդկանց հետ աշխատելը դժվար գործ է, որովհետեւ մարդիկ շատ տարբեր են, մարդիկ գալիս են փորձի շատ տարբեր տրամադրություններով, մեկը կարող է ուղղակի տրամադրություն չունի, մյուսը մի քիչ լավ չի զգում, մյուսը հոգնած է, մյուսը լավ տրամադրության մեջ է, բայց ոչ երգելու համար։ Այսինքն շատ տարբեր են եւ այստեղ կարող են առաջանալ խնդիրներ, պետք է լինել շատ համբերատար, որպեսզի միևնույն բանը մի քանի անգամ ասես շատ հանգիստ եւ այնպես ասես, որ կարողանաս քո ցանկացածը ստանալ։ Իհարկե խնդիրներ շատ են լինում եւ առանց խնդրի էլ հնարավոր չէ, որովհետեւ յուրաքանչյուր խնդիր քեզ ստիպում է մտածել, թե ինչ կփոխեիր դու քո աշխատելավոճի մեջ, ինչ կուզենայիր ավելացնել կամ պակասեցնել եւ այն պահին, երբ դու այլևս դադարում ես մտածելուց եւ կարծում ես թե վերջ, արդեն ամեն ինչի հասել ես եւ ամեն ինչ լավ է, այդտեղ դու դադարում ես զարգանալ։ Այնպես որ նույնիսկ խնդիրը երբ որ ծագում է, երբ որ առաջանում է, պետք է դրան հանգիստ վերաբերվել եւ փորձել իհարկե հետեւություններ անել։ Ձեր կարծիքով լավ երաժիշտ դառնալու համար աշխատասեր լինելն է կարևոր, թե տաղանդավոր։ Ես կարծում եմ յուրաքանչյուր մասնագիտության մեջ, եթե դու եղար տաղանդավոր, բայց ծույլ, ոչինչի չես հասնի։ Եթե եղար աշխատասեր, բայց չունեցար շնորհք, այստեղ կարողա ինչ-որ բանի հասնես։ Ամեն դեպքում աշխատելը կարևոր է։ Կասեք ինձ ես մոտիվացրել այդքան աշխատել եւ հասնել նմանատիպ հաջողությունների։ Ինչն է ինձ մոտիվացրել։ Հավանաբար սերը դեպի երաժշտությունը, սերը դեպի մասնագիտությունը, երևի դա, ուրիշ մոտիվացիա չեմ տեսնում, այո, երևի դա։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Իմ ամենաջերմ հիշողությունը հավանաբար կապված է մի շատ կարևոր համերգի հետ, որը ես ունեցա 4-րդ դասարանում, ջութակ էի նվագում ու լեփլեցուն դահլիճում բարձր ծափահարություններն էին, որոնք ինձ հավանաբար ուժ տվեցին, ոգևորեցին, երևի իմ մասնագիտության հետ կապված դա կհիշեմ որպես վառ հիշողություն, որը դաջվել է իմ սրտում։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Գրականություն, երաժշտականից շատ սիրել եմ սոլֆեջո առարկան, ոչ ոք չէր սիրում, բայց մինչ ուսումնառության տարիների ավարտ շատ եմ սիրել սոլֆեջոն։
Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Իհարկե իմ դասախոսը Սոնա Հովհաննիսյանը, ով իսկապես կերտեց իմ ճանապարհը, իմ ուղին եւ բեկում մցրեց իմ կյանքում։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Անկեղծ ասած գաղափար չունեմ, չեմ պատկերացնում, միշտ եղել եմ երաժշտության մեջ, դժվարանում եմ պատասխանել։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Միշտ առաջ ապագա։ Երևի թե կնախընտրեի տեսնել ապագան Չեյնայի հետ։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Շատ կուզեի հայտնվեի 17-18-րդ դարերի 17-ի վերջ 18-ի սկիզբ Գերմանիա։ Իմ սիրելի երկիրն է զուտ մշակույթի եւ երաժշտության տեսանկյունից, երևի թե այդ դարեր եւ այդ վայր։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Մանկությանս երազանքը ջութակահարույց դառնալն էր, բայց ես այո դարձա մասնագետ, ով տիրապետում է իր գործին, մի քիչ այլ ոլորտով, այնպես որ կարծում եմ, որ իրականացրել եմ։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Առհասարակ սովոր չեմ մտածելու, որ իրականության մեջ որևէ բան այն չէ, այսինքն եթե ունեմ այս իրականությունը, ուրեմն դա ամենաճիշտն է, ուստի ոչինչ ինձ չի խանգարել։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Երևի խորհուրդ կտայի լինել ավելի համբերատար եւ խաղաղ։